Մեծ պատիվ եւ մեծ արտոնություն ունեմ այսօր կանգնել ձեր առջև եւ կիսվել Աստծո խոսքով եւ աղոթք կսա եւ իմ փափագն է որպեսզի Սուրբ Հոգու ներկայություն այս ծառայության ընթացքում ձեզ հետ լինի, ձեզ զորացնելով, սովորացնելով, ուղղելով եւ նմանեցնելով Տիրոջը, որովհետեւ մեզանից ամեն մեկը փոխվելու կարիք ունի եւ հեռանանք այստեղից ավելի փոխված, ավելի Տիրոջով լցված, ավելի Հիսուսին նմանված եւ թողնենք այստեղ բոլոր այն հին բաները, որ Տիրոջը փառք չեն բերում։ Եվ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնեմ ձեր հովվին, նրա կնոջը այս արտոնությանը արժանացնելու համար, որ կարող եմ այսօր ձեզ հետ Տիրոջ խոսքով կիսվել։ Եվ ուզում եմ ընթերցել Ղուկաս ավետարանի 18-րդ գլխի 8-րդ խոսքը։ Ասում եմ ձեզ, թե շուտով իրավունք կանե նրանց համար, սակայն մարդի որդին գալիս, արդյոք հավատ կգտնե երկրի վրա։ Քարոզը հենց այդպես էլ անվանել եմ, արդյոք հավատ կգտնեմ։ Լսեք սիրելիներս, երբ Հիսուսը ինչ որ հարց է տալիս, որովհետև ոչ մի անիմաստ եւ ոչ մի պատահական հարցեր Տեր Հիսուսը չի տալիս։ Եվ երբ որ մենք Աստծո խոսքում հանդիպում ենք Տիրոջ տված հարցերին, մենք պիտի լրջորեն խորհենք դրա մասին։ Ինչու է Տերը այսպիսի հարց տալիս։ Արդյոք հավատք կգտնեմ երկրի վրա։ Մենք ասում ենք, որ ապրում ենք վերջին ժամանակներում եւ ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, գոնե այն պատճառով, որ մենք առաքյալներից ավելի հետո ենք ապրում, որովհետեւ առաքյալներն էլ էին այդպես ասում, եւ ես գիտեմ, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Որևէ մեկը չգիտի թե դա երբ է, եւ եթե ինչ որ մեկը համարձակորեն այդպիսի հայտարարություն անի, ինքը ամենակիչը սուտ է խոսում կամ մոլորության մեջ է։ Եվ դրա համար մեզանից ոչ ոք չգիտի թե Տիրոջ գալուստը երբ է, բայց մենք գիտենք, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Եվ Տերը մեզ այսպիսի հարց է ուղղում ասելով. Իմ գալու ժամանակ ես երկրի վրա հավատք կգտնեմ։ Գիտեք սիրելիներս, այս հարցը արժի, որ մենք սրա շուրջ լրջորեն մտածենք։ Ինչ հավատքի մասին ես խոսում, Տեր։ Ես գիտեմ, որ երկրի վրա լինելու են հավատացյալներ, Հիսուսին հավատացողներ լինելու են, համաձայն եք, որովհետև Մատթեոս ավետարանը խոսում է դրա մասին, որ Տիրոջ գալուստի ժամանակ Տերը իր հրեշտակներին կհրամայի եւ Տիրոջ հավատացողներին երկրի բոլոր ծայրերից կհավաքեն, այսինքն խոսքը նրա մասին չի դու հավատում ես Հիսուսին, թե չես հավատում, այդպիսի մարդիկ երկրի վրա լինելու են, դա գրված է Մատթեոս ավետարանի 24-րդ գլխում։ Այդ դեպքում ինչ հավատքի մասին է խոսում Տերը։ Երբ ես առաջին անգամ այս խոսքերը լսեցի, երբ քարոզիչը խոսում էր, ես Պետրոսի նման, դե լավ չգիտեի Աստծո խոսքը, երբ որ ասեց արդյոք հավատ կգտնեմ, ես նոր էի ապաշխարել, ես լցված էի Տիրոջ կրակով, ես նրա այս քաղցրությունը վայելում էի, ես վազում էի ամեն տեղ, որտեղ Տիրոջ անունը կանչված էր, ամեն տեղ փնտրում էի Տիրոջ երեսը, եւ երբ որ այս խոսքերը լսեցի, ես Պետրոսի նման միգուցե մի քիչ Պետրոս առաքյալի նման, իհարկե ոչ բարձրաձայն, բայց իմ ներսում ասացի. Տեր, եթե այստեղ գտնվող ոչ մեկի մոտ հավատք չգտնես, իմ մոտ վստահաբար գտնելու ես։ Ես քեզ հավատալու եմ, ո՞նց կարող է ես քեզ չհավատամ, Տեր Հիսուս։ Բայց հետո տարիներ անց ես հասկացա, որ խոսքը այդ հավատքի մասին չի, Տիրոջը հավատալու մասին չի, որովհետև այդպիսիներ շատ են լինելու, եւ Տերը իրենց հավաքելու է եւ իր արքայության մեջ դնի այդ մարդկանց, չէ՞։ Աստծո խոսքը այդպես ասում։ Ուրեմն ինչ հավատքի մասին է խոսում Տերը։ Մենք այսօր կնայենք Աստծո խոսքով։ Մի անգամ Տեր Հիսուսը հեթանոս հարյուրապետի մոտ ավելի մեծ հավատք տեսավ, քան ողջ Իսրայելի հավատացյալ ժողովրդի մեջ, եւ նա զարմացավ։ Կարծում եք հեշտ էր Հիսուսին զարմացնելը։ Գրված է, որ Տերը զարմացավ։ Հեթանոս հարյուրապետը կարողացավ Տիրոջը զարմացնել։
Եվ դա գրված է Ղուկաս ավետարանի 7-րդ գլխում, պատմություն այն մասին, թե ինչպես մի հարյուրապետ խնդրում է, մարդիկ է ուղարկում, պատգամավորներ է ուղարկում Հիսուսի մոտ եւ ասում է եկ ծառաս մահանում, այն ներեցեք, այստեղ աղջկա մասին է։ Չէ, այստեղ հենց ծառայի մասին է։ Այս պատմությունը ծառայի մասին է։ Կա նաեւ աղջկա մասին, բայց սա հենց ծառայի մասին է եւ ասում է ծառաս մահանում է, խնդրում եմ եկ եւ աղոթիր նրա համար եւ նա կբժշկվի։ Եվ պատգամավորները դրանք հрьяաներ են գալիս են եւ սկսում են բարեխոսել Հիսուսին, ասելով հետեւյալը՝ նա արժանավոր մարդ է։ Նա աստվածավախ մարդ է եւ Հիսուսը ասում է ես կգամ եւ գնում է նրանց հետ 6-րդ խոսքից կընթերցեմ եւ Հիսուսը նրանց հետ գնաց, երբ որ նա տնից տակավին շատ հեռու չէր, արդեն մոտենում էր հարուրապետի տանը, հարուրապետը բարեկամներ ուղարկեց նրա մոտ եւ ասեց նրան. Տեր, մի հոգնիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Նրա համար ես իմ անձն էլ արժանավոր չհամարեցի քեզ մոտ գալու, այլ խոսքով ասիր եւ ծառաս կբժշկվի, որովհետեւ ես էլ իշխանության տակ դրված մարդ եմ եւ իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ եւ սրան ասում եմ գնա եւ նա գնում է եւ ուրիշին եկ եւ գալիս է եւ իմ ծառային այս բանն արա եւ անում է եւ Հիսուսը այս լսելով զարմացավ նրա վրա եւ դարձավ իր ետևից գնացող ժողովրդին ասեց. Ասում եմ ձեզ, թե Իսրայելի մեջ էլ այսպիսի հավատք չգտա։ Ով էր Իսրայելը? Մի ժողովուրդ, որը սերնդե սերունդ պատմում էր Աստծո փառքը եւ նրա գործերը։ Իսրայելի մեջ անհնար էր, որ որևէ սերնդի մեջ չիմանային Աստծո մեծության եւ զորության դրսևորումների մասին։ Որովհետև Տերը պատվիրել էր, որ սերնդե սերունդ պիտի փոխանցվի, թե ինչ փառավոր բաներ ա արել Տերը Իսրայելի կյանքում, ինչպիսի զորավոր եւ կենթանի Տիրոջ են նրանք պաշտում։ Այն Աստծուն, որ կարմիր ծովը բացեց, անցկացնելով ցամաքի միջով, այն Աստծուն, որ գերբնական զորություններ ու հրաշքներ գործեց, եւ Իսրայել ժողովուրդը այս բոլոր պատմություններին տեղյակ է։ Եվ Հիսուսը ասում է. Սրանով հանդերձ Հեթանոս հարուրապետի մոտ, որը ոչ մի բան չգիտի Աստծո մասին, նրան ի ծնե չեն պատմել ինչպիսին է Իսրայելի Տեր Աստվածը, նա չգիտի ինչ էր արել, գուցե գիտի, բայց ոչ այդպիսի խորությամբ, ինչպես Իսրայելը գիտի, որովհետև մի բան է մանկությունից անդադար լսել դրա մասին, մի բան է ուղղակի պատմություններով իմանալ եւ ասում է Հեթանոս հարյուրապետի մոտ ես տեսա ավելի մեծ հավատք, քան ողջ Իսրայելի մոտ եւ սա Տիրոջը զարմացրեց։ Զարմացրեց այն հավատքը, որ կար Հիսուս Քրիստոս անձի հանդեպ։ Մարդը ասում է ես գիտեմ դու ով ես Տեր, ես գիտեմ ինչպիսի զորություն ես դու կրում, ես անգամ արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես։ Միայն մի խոսք ասա, եւ ես գիտեմ, որ իմ ծառան կբժշկվի, եւ դա բացարձակ ճշմարտություն էր։ Բացարձակ ճշմարտություն։ Հեթանոս հարյուրապետը ուներ հայտնություն Հիսուսի մասին ավելի շատ, քան Իսրայել ժողովուրդը իր Աստծո մասին գիտեր, եւ սա իրականում զարմացրեց Տիրոջը։ Գիտեք, Հիսուսին կարելի է զարմացնել կամ մեր հավատքով, կամ մեր անհավատությամբ։ Ես երկու դեպք եմ տեսել, որ Տերը զարմանում է։ Մեկ էլ Տերը զարմանում է մեր անհավատության վրա։ Գիտեք, երբ որ ես խոսում եմ Տիրոջ մասին, երբ որ մենք խոսում ենք Տիրոջ մասին, երբ որ հրավեր ենք անում աղոթելու, վերջում իհարկե աղոթելու ենք մարդկանց համար, ովքեր տկարություններ ունեն, ովքեր ինչ որ խնդիրներ ունեն, բժշկության կամ, չգիտեմ, ինչ որ հարձակումների տակ են գտնվում, որպեսզի Տերը հպվի, բժշկի եւ ազատ արձակի։ Երբ որ մարդկանց հրավիրում ես Հիսուսի մոտ, մարդիկ գիտեք ինչպես են գալիս երբեմն Հիսուսի մոտ։ Իրանք կարծում են, որ քանի որ Հիսուսը մարդկային մարմնով եկել է, իրենք հենց այդպես էլ Հիսուսին պատկերացնում են։ Դե ես ինչ կարող եմ անել։ Ես այսքան բան կարող եմ անել, դե Հիսուսը ինչ կարող անի ինձ համար։ Մոռանում են, որ երկնքի արարիչ Աստծո մոտ են գալիս։ Եվ զարմացնում են Տիրոջը իրենց անհավատությամբ։ Գալիս են Աստծո մոտ, բայց չեն հավատում, որ Աստված կարող է ինչ-որ բան իրենց համար անել։
Երկրորդ պատմությունը, որ ուզում եմ Աստծո խոսքից պատմել, դա անհավատության պատմությունն է, որը մենք հանդիպում ենք Հովանու ավետարանի 11-րդ գլխի 21-րդ խոսքից, որովհետև սա արդեն ոչ թե հեթանոսների անհավատության, այլ Հիսուս Քրիստոսի սիրելի մարդկանց, նրա մտերիմների անհավատության մասին է։ Ես կընթերցեմ Հովանու 11-ի 21-րդ խոսքից։ Սա այնտեղն է, որտեղ Ղազարոսը արդեն ննջել է։ Հիշում եք։ Հիսուսը շատ էր սիրում Ղազարոսին, գալիս են ասում են քո սիրելի Ղազարոսը հիվանդ է, ինքը 2 օր էլ է տեղ մնում։ Ասում են արի աղոթի, ինքը հիվանդ է, չէ՞, ու դուք որ մարդ եք ուղարկում Հովվի մոտ, ինչ եք ակնկալում, հեսա ամեն ինչ կթողնի ու արագ կգա, չէ՞։ Բայց որ Հովիվ ասում է ամեն շաբաթ եկեք Տիրոջ տուն, դուք ասում եք դե լավ է շաբաթ ես հոգնած եմ, ոչինչ։ Բայց քանի որ ամբողջ աշխարհը պատտվում է մեր շուրջը, մենք Տիրոջ տուն ենք գալիս, Աստծո ներկայության մեջ կանգնելու։ Եվ ես քեզ ուղղակի խնդրում եմ, սրանից հետո երբ որ քեզ հրավիրում են Աստծո տուն, արի Հիսուս Քրիստոսի հետ հանդիպելու համար։ Եվ արի ակնածանքով, եւ արի խոնարհությամբ։ Գիտես դու մեծ պատիվ չես անում Տիրոջը, որ գալիս ես, այդ Տերն է քեզ մեծ պատվի արժանացրել, որ խավարից գտել է եւ դրել է իր ատամ մեջ եւ հավիտենության ժառանգորդ է դարձրել քեզ։ Գնահատի են ինչ որ Տեր Հիսուսը քեզ իր խաչի միջոցով տվել է։ Եվ գալիս են Տիրոջ մոտ, ասում են Ղազարոսը հիվանդ է, Տերը չի գնում, մինչև Ղազարոսը մահանում է, իր աշակերտներին ասում է Ղազարոսը ննջեց։ Գնանք Ղազարոսին հարություն տանք։ Աշակերտներից մեկն էլ ասում է դե որ ննջեց կարթնանա, էլ ուր գնանք։ Ասում է Ղազարոսը մեռավ։ Եվ ես ուրախ եմ, որ դուք տեսաք այստեղ էի, որովհետև դուք Աստծո փառքը տեսնելու եք։ Եվ Հիսուսը գալիս է եւ այստեղ մենք հանդիպում ենք պատմության, որ Մարթան, Ղազարոսի քույրը, վազում է Հիսուսին ընթառաջ եւ ասում է հետեւյալը։ Եվ Մարթան ասեց Հիսուսին. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստծուց խնդրես, Աստված կտա քեզ։ Հիսուսը նրան ասեց. Քո եղբայրը հարություն կառնե։ Մարթան նրան ասեց. Գիտեմ, որ հարություն կառնե, հարությունում հետին օրը։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի։ Եվ ամեն ով որ կենթանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես սրան։ Նա ասեց. Այո, Տեր, ես հավատացել եմ, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր։ Այս պատմության մեջ մի զարմանալի բան կա։ Մարթան, ներեցեք, այստեղ Մարիամը բոլոր հարթություններում հավատում է Հիսուսին, բայց ոչ միտեղ չի հավատում։ Ասում է, ես գիտեմ, ասում է, եթե այստեղ լինեիր, եղբայրս չէր մեռնի առաջինը, բայց ես գիտեմ, որ ինչ որ Աստծուց խնդրես կանի, այսինքն, եթե դու հիմա ուզես, իմ եղբայրը հարություն կառնի, ճիշտ է։ Հիսուսը ասում է, քո եղբայրը հարություն առնելու, ու գալիս է Մարիամի թերահավատությունը։ Երևի ոչ հիմա, երևի հետին օրում։ Տեսեք, ինքը ասում է, եթե ուզես, Աստված քեզ կտա ինչ ուզես։ Ինքն է, չէ՞ ասում։ Այդ ինչ շատերը գալիս են Տիրոջ մոտ, իբր հավատալով, բայց ամբողջովին չկա այդ հավատքը իրանց սրտերի մեջ։ Մարիամ ասում է, եթե ուզես, հիմա էլ ամեն բան կփոխվի, Տերը ասում է կփոխվի, քո եղբայրը հարություն կառնի։ Հենց հիմա ասում է, հենց հիմա։ Ու Մարիամ ասում է, գիտեմ, որ հետին օրում հարություն կառնի։ Հիսուսը ասում է, ես չեմ խոսում հետին օրվա մասին։ Ես եմ հարությունը եւ կյանքը։ Հավատում ես սրան, ասում է, հավատում եմ։ Հիմա տեսնենք հավատում է թե չէ։ Որովհետեւ դրանից հետո Հիսուսը ասում է, գնա, քրոջդ կանչիր եւ ասա, որ ես այստեղ եմ։ Եվ ինչ պիտի ասեր, հավանաբար են, որ Տերը ասել է եղբայրը հարություն կառնի։ Համաձայն եք, ավելի կարևոր ուղերձ կար այդ պահին փոխանցելու քրոջը։ Տեր Հիսուսը ասել է, չէ, եղբայրը հարություն կառնի։ Ընդ գրված չի, ես չեմ կարդացել, որ Մարիամը գնաց Մարթային ասեց, թե չասեց։ Չէ, այս դեպքում Մարիամը գնաց Մարթային ասելու։ Հա, կարող է սխալվում եմ։ Հա, Մարթան, ներողություն։ Կինս ուղեց ինձ, այստեղ Մարթանա գնում է Մարիամին ասելու։ Հիմա, սիրելիներս,
Գնաց, ասեց, թե չասեց այդ եղբոր հարություն առնելու հանգամանքը, որովհետև այնտեղ գրված է, որ ինքը գնում է ու ասում է Տերը եկել է եւ Մարիամը նույնպես գալիս է Տիրոջ մոտ եւ 32-36 խոսքերում մենք տեսնում ենք, որ բայց երբ որ Մարիամը այնտեղ եկավ, ուր Հիսուսն էր եւ տեսավ նրան, նրա ոտներն ընկավ եւ ասեց նրան. Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Հիսուսն էլ երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում, եւ նրա հետ եկած հրեաներին էլ որ լաց են լինում, իր հոգով խռովվեց եւ հուզվեց եւ ասեց. Ուր դրիք նրան։ Նրան ասեցին. Տեր, եկ եւ տես։ Հիսուսը արտասվեց։ Հրեաներն էլ ասում էին. Տես, թե ինչպես էր սիրում նրան։ Սիրելիներս, Հիսուսը գիտեր, որ Ղազարոսին հարություն պիտի տա։ Ի տարբերություն մեզ, անգամ չէր էլ կասկածում Ղազարոսը հարություն առնելու է, թե ոչ։ Ինչի համար պիտի Հիսուսը արտասվեր, որ Ղազարոսը մեռել է։ Արդյոք Հիսուսը արտասվում էր ցավալով Ղազարոսի մահվան համար, ինքը գիտի, ինքը եկել է եւ Ղազարոսը հարություն է առնելու։ Որն էր Հիսուսի արտասվելու պատճառը, հուզվելու եւ արտասվելու պատճառը։ Ոչ Մարթան, ոչ էլ Մարիամը չէին հավատում, որ այլևս հնարավոր է ինչ-որ բան փոխել։ Եվ հենց դա էր, որ տրտմեցրեց Տիրոջ սիրտը։ Հենց դա էր, որ խռովեցրեց նրան երկու քույրերի անհավատությունը, որ մի կողմից ասում են հավատում են, բայց իրականում չեն հավատում։ Նրանք երկուսն էլ շեշտադրում են նույն բանը. եթե այստեղ լինեիր։ Հիմա արդեն ուշ է։ Տեր, եթե իմ աղոթքներին պատասխանեիր այն ժամանակ, երբ որ ես քեզ խնդրում էի, բայց հիմա արդեն շատ ուշ է։ Այն ժամանակ, որ պատասխանեիր, բայց դու չպատասխանեցիր, Տեր, եթե այստեղ լինեիր, Տեր։ Մենք շատ ռացիոնալ քրիստոնյաներ ենք դառել թանկագիններս, իսկ Աստված շարունակում ամենալ գերբնական։ Անկամ երբ Տերը ասում է քարը հեռացրեք, Մարթան սկսում է Տիրոջը խորհուրդ տալ, որ գուցե չարժի, հոտ կգա արդեն 4 օրվա մահացած է։ Ես չգիտեմ ինչքան ժամանակ էր անցել նրանից հետո, որ Տերը ասում է քո եղբայրը հարություն կառնի եւ ինքը ասում է ես դրան հավատում եմ։ Ու Տերը ասում է քարը հեռացրեք։ Ինքը ասում է Տեր պետք չի, հոտած է։ Հիմա ինձ ասեք ինքը հավատում էր, որ իր եղբայրը հարություն առնելու թե ոչ։ Ոչ։ Ես չգիտեմ ինքը Մարիամին ասեց, թե Տերը եկել է ու ասում է, որ մեր եղբայրը հարություն առնելու, սա Հիսուսի խոսքերն է, ու դրա համար երբ որ դու լսում ես Տիրոջ խոսքը, նրա զորությունը գալիս է ու կպնում է քո սրտին, ու դու դուրս ես գալիս այստեղից ասում ես Տեր, ես ստացա երկնքից այն խոսքը, որ իմ կյանքի մեջ փոփոխություն է բերելու, բայց դուրս ես գալիս։ Եվ քո բոլոր ֆիզիկական իրավիճակները սկսում են գոռալ քո կյանքի մեջ ու ասում են հապանայիր շուրջդ, տես ինչ է կատարվում, ու դու ասում ես հա էլի, ինչպես դա կարող է լինել։ Աստված շարունակում է մնալ գերբնական եւ Տերը շարունակում է իր խոսքերը հարգել։ Եվ երբ որ ինքը բան է ասում, դա անպայման տեղի է ունենում։ Ու դրա համար Հիսուսը այստեղ մի փոքր ավելի խիստ ասում է նրան. Չասեցի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր, եւ Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզնից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ, եւ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Եվ մեռելը դուրս եկավ, ոտքերը եւ ձեռքերը պատանով կապված եւ երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասեց. արձակեցեք դրան եւ թողեք գնա։ Թանկագիններ, ոչ ոք, այդ թվում իր սիրելիները, որոնց հետ նա ժամանակ էր անցկացնում, որոնք ասում էին, թե ճանաչում ենք քեզ, դու ես Քրիստոս Աստծո որդին, որ պիտի գայիր, սա լուրջ հայտարարություն է, բայց ոչ ոք չէր պատկերացնում, թե ով է այդտեղ կանգնած։ Երբեմն մենք էլ չենք պատկերացնում, թե ում մոտ ենք եկել, թե ով է այս ամենի հետևում կանգնած, ոչ թե մարդը, այլ Տերը իր հոգով, որ ներկա է։
Թող փառավորվի իր անունը, որովհետև իրականում մենք պիտի ակնածանքով եւ հավատքով մոտենանք Տիրոջը։ Ոչ ոք չէր պատկերացնում, թե ով այդտեղ կանգնած։ Ես մտածում եմ, որ չկա մի բան, որ այդքան տրտմեցնում է մեր Աստծո սիրտը, որքան մեր անհավատությունը։ Ոչ թե Ղազարոսի հանդեպ ունեցած ցավի կորուստն էր, որ Տերը հուզվեց եւ հոգին խռովվեց, այլ անհավատությունը, որ միևնույն է, այդքանից հետո էլ իրենք շարունակում էին չհավատալ իրեն։ Հիշում եք մի այլ պատմություն, երբ աշակերտները չկարողացան ազատագրել մի դիվահար տղայի, հայրը բերել էր եւ մոտեցնում է Հիսուսին, եւ այս պատմության մեջ Հիսուսը ինչ է ասում։ Նախ ասում է, ով անհավատ եւ խոտորյալ ազգ, մինչև երբ պիտի ձեզ հետ լինեմ, մինչև երբ պիտի ձեզ համբերեմ, նրան ինձ մոտ բերեք այստեղ։ Եվ նորից Տերը հանդիմանում է անհավատությունը եւ հարցնում է տղայի հորը։ Սկզբում հանդիմանում է անհավատությունը եւ հարց է տալիս տղայի հորը։ Հիմա դու բերել ես քո տղային ինձ մոտ, որ աղոթեմ։ Դու հավատում ես դրան։ Դե տղայի հերը հո չի ասելու, չէ, չեմ հավատում, ձեռի հետ բերել եմ, ինչպես շատերը ձեռի հետ մոտենում են, որ իրենց աղոթեն, հələ տեսնեմ այս քարոզիչից ինչ կստացվի։ Ոչինչ։ Որովհետև ձեռի հետ մոտենալու փոխարեն ավելի լավ է ակնածանքով եւ հավատքով մոտեցի Հիսուսին։ Եվ այլևս կապ չունի, թե որ քարոզիչին կմոտենաս, կստացվի, որովհետև Տերը կենթանի է ու զորավոր է, եւ իր փառքը ուրիշին չի տա։ Ասում հավատում ես, որ կարող եմ դա անել։ Սկզբում ասում այո Տեր, հավատում եմ ու մի անգամից հանդիմանվում է նրա համար, որովհետև ինքը հասկանում է, որ Հիսուսը լավ էլ գիտի, որ չի հավատում։ Ուղղակի որպես վերջին հույս բերել է Տիրոջ մոտ։ Ասում է Տեր, օգնիր իմ անհավատությանը, արցունքը աչքերին, խոստովանելով, որ ես չեմ հավատում թերևս այնպես, ինչպես դու ինձանից սպասում ես, բայց ես խնդրում եմ, օգնիր իմ անհավատությանը եւ ավելի լավ է խոստովանել Տիրոջ առջև, որ երբեմն մենք չենք կարողանում հավատալ ինչպես հարկն է, քան հավատքի հերոսի կերպար ընդունած ձևեր թափել։ Որովհետև հենց որ մենք խոստովանում ենք, որ չենք կարողանում հավատալ, Աստված չի ասում, վերջ, կտրեք դրան եւ դրսի խավարը նետեք, ասում է շատ լավ, դրանում էլ քեզ կօգնեմ, որ կարողանաս հավատալ։ Եվ դրանից հետո Տերը ազատագրում է այդ երեխային եւ տալիս է հորը։ Ամեն։ Հալելույա։ Մենք հանդիպել ենք այդպիսի շատ դեպքերի մեր ծառայության ընթացքում եւ տեսել ենք մարդկանց, որոնք եկել են բացարձակ անհավատությամբ, տարբեր տեղերից, տարբեր եկեղեցիներից, աշխարհից, եկել են որպես վերջին հույս, բայց հավատք, որ եկել են Աստծո մոտ, որ ինքը կարանի, դու տեսնում ես այդ մարդու աչքերում։ Եվ գիտեք, այնքան ա եղել, որ Տիրոջ հոգուց եկած հանդիմանությունը մեկ էլ հանգարց այդ մարդկանց կյանքերը փոխել է։ Ու իրանք այդպես նորից կոտրված ասել են, այո Տեր օգնիր իմ անհավատությանը։ Ու Տերը օգնել է, ու Տերը հրաշքարել, ու Տերը իր զորությունը դրսևորել է, ու փառավորել է իր մեծ ու զորավոր անունը, որովհետև Տիրոջ անունը հավիտյանս պիտի փառավորված լինի, որովհետև մենք այդպիսի Տիրոջ ենք պաշտում, կենթանի ու զորավոր Աստծու։ Չկա իր համար անհնար ոչ մի բան։ Հալելույա։ Եթե պատասխան ես ուզում Տիրոջից եւ քո անհավատություն ես նկատում քո մեջ, ավելի լավ է խոստովանիր Տիրոջը։ Ուղղակի ավելի լավ է խոստովանիր Տիրոջը եւ խնդրիր, որովհետեւ Տերը ամեն բան տեսնում է։ Թանկագիններս, ես մեծ հարձակում եմ տեսնում մեր օրերի մեջ, քրիստոնյաների կյանքում, որովհետեւ նրանք չկարդան Աստվածաշունչը եւ աղոթելու ժամանակ չունենան։ Իհարկե դա բոլորովին չի վերաբերվում այս եկեղեցուն։ Ես գիտեմ, որ դուք այդ հարձակումից զերծ եք։ Իրականում ես հոգու մեջ տեսնում եմ շատ մեծ հարձակում։ Սատանան ամեն բան անում է, որպեսզի քրիստոնյաները Աստվածաշունչը կարդալու ժամանակ չունենան, որպեսզի աղոթելու ժամանակ չունենան։ Երկու բան, որոնք չանելու պարագայում քո հավատքը կտկարանա եւ գուցե այնքան, որ եթե Հիսուս այդ պահին գա,
ինքը հավատք չի գտնի։ Գիտեք, սատանային շատ բան էլ պետք չի։ Եթե նա կարողացավ այս երկու բաները քո կյանքում անի, որ դու կարդալու եւ աղոթելու ժամանակ չունենաս, նա իր խնդիրը լուծել է։ Մնացած բաները նա քեզանից կստանա։ Տրտունջ, հիասթափություն, Աստծուց հեռանալ, ժամանակի խնդիր է։ Մի խաբվեք հատկապես նրանք, ովքեր հիմա հնարավոր է որ մեզ դիտում են, եթե դուք երկար ժամանակա չեք կարդում եւ չեք աղոթում, դուք անչափ վտանգավոր տեղում եք։ Ուղղակի ժամանակի հարցաթ է երբ։ Աստվածաշնչում գրված է, որ Աբրահամը հավատաց, երբ 99 տարեկան էր։ Հավատաց 23 տարի սպասելուց հետո եւ գրված է, որ դա նրան արդարություն համարվեց։ Գիտեք, ինչու բերեցի Աբրահամի օրինակը։ Որպեսզի չասես, թե քո ֆիզիկական իրավիճակը ավելի անհուսալի է, քան Աբրահամինը։ Արդյոք դու Աբրահամից ավելի անհուսալի վիճակում ես։ 99 տարեկանում նա դեռ սպասում է, որ պիտի երեխա ունենա։ Սիրելիս, եթե Աստված խոսել է քո կյանքում, եթե դու ունես Աստծուց խոսք, ոչ մի անհուսալի իրավիճակ չի կարող լինել քո կյանքում։ Եթե բռնես Աստծո խոսքը, ոչ մի զորություն տիեզերքում չի կարող այդ խոսքին հակառակ կանգնել։ Եթե որոշում կայացնես հավատալ, ինչպես գրված է, որ Աբրահամն էլ հավատաց եւ նրան արդարություն համարվեց, քո կյանքում դու կտեսնես դրա պտուղը։ Քո կյանքում դու կտեսնես Աստծո պատասխանը։ Սակայն մարդի որդին գալիս, արդյոք հավատ կգտնե երկրի վրա։ Դրա համար էլ ասում է, եթե երեխաների նման չլինեք, չընդունեք Աստծո արքայությունը երեխաների նման, չեք մտնի նրա մեջ։ Գործք առաքելոց Ղուկաս 18-17-ում ասում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ Աստծո արքայությունը չընդունի ինչպես երեխա, նա չի մտնի նրա մեջ։ Աստված սկսեց իմ ուշադրությունը հրավիրել երեխաների հավատքին, եւ դա շատ հետաքրքիր էր։ Ինչպես են նրանք հավատում։ Մի անգամ իմ երրորդ դուստրը Մարիամը, որ այսօր փառաբանում էր, երբ դեռ շատ փոքր էր, մեր ննջասենյակում էր քնում։ Չեմ հիշում քանի տարեկան էր, բայց շատ փոքր էր, տենց հազիվ խոսում էր եւ ամեն անգամ, երբ որ մենք լույսը անջատում էինք, որպեսզի քնենք, իրեն դա բոլորովին դուր չէր գալիս եւ ինքը ամեն անգամ ասում էր. հայրիկ, լույսը վառի։ Ամեն անգամ մեր քնելը պատմություն էր դառնում։ Մի օր էլ տենց հերթական օրը հայրիկ ասեց լույսը վառի, ասի ոչ Մարիամ, չենք վառելու, որովհետեւ մենք պատրաստվում ենք քնել։ Երկրորդ անգամ Պապա լույսը վառի, ասի Մարիամ, լույսը չի վառվելու, մենք բոլորս պատրաստվում ենք քնել։ Ու մեկ էլ մի հատ sense պաուզա, ասի, հա, տեղ հասավ։ Ու մթության մեջ լսում եմ հետեւյալ խոսքերը. Պապա, Հիսուսի անունով եմ ասում, լույսը վառի։ Ես վեր կացա անկողնուց, կինս ասեց, «Էդ ինչ ես անում», ասի, «Չլսեցիր Հիսուսի անունով ասել, գնում եմ լույսը վառելու»։ Գնացի, լույսը վառեցի ու հետ եմ գալի, Մարիամի իրենից գոհ պարկացա։ Ու իհարկե ես Մարիամին չասի, գիտես Մարիամիկ ջան, չի կարելի Հիսուսի անունից մարդկանց հրամաններ տալ եւ մանիպուլյատիվ գործողություններ անել բոլորովին։ Ոչ մի բան չասեցի, ես նայում էի, թե ինչպես է նա ուրախ, ես նայում էի, թե ինչպես է իմ աղջիկը համոզված, այսպես ուրախ պարկած, որովհետեւ ինքը համոզված էր, որ լույսը պիտի վառվի, որովհետև ինքը Հիսուսի անունն էր տվել, ով կարող էր հակառակ կանգնել այդ անվանը։ Գիտեք, ինչպիսին է երեխաների հավատքը, նրանք չեն երկմտում, երբ որ ինքը ասում էր Հիսուսի անունով լույսը վառի, ինքը կասկած չուներ, որ այդ լույսը պիտի վառվի, այդտեղ ոչ մի երկմտություն, ոչ մի բան չկար։ Իհարկե դուք կարող եք աստվածաբանորեն հիմա հիմնավորել ինչու պետք չէ այդպես ասել, դե մենք մեծերս այդպիսինն ենք։ Մենք այնքան բան գիտենք, թե ինչու Աստված մեր կյանքերում պիտի չանի մեր աղոթքները,
քան որ պիտի անի։ Ու որպես կանոն մեր կյանքերում ավելի շատ անհավատություն ա տիրում, քան հավատք։ Լսի, ավելի լավ չի մենք չիմանանք, թե ինչի Աստված պիտի չանի։ Այդ ողջ իմացության բալաստը դեն նետենք եւ փորձենք երեխաների նման հավատալ, որ ես խնդրեցի ու Տերն էլ պիտի անի, որովհետեւ նա իմ սիրո խայրն է։ Ամեն։ Հալելույա։ Եվ անցյալ տարի մի պատմություն էլ իմ տղայից պիտի պատմեմ, ներեցեք, որ բոլոր պատմությունները իմ երեխաների մասին են, ձեր երեխաների կյանքը լավ չգիտեմ, դրա համար իմ երեխաների մասին պիտի պատմեմ։ Անցյալ տարի Հայաստանում շատ շոկ ամառ էր, շատ շոկ, անտանելի տապ էր եւ իմ տղան մի անգամ մոտեցավ, ասեց. ես անձրև եմ ուզում որ գա։ Ես նայում եմ, ասում եմ, դե ուզում ես աղոթի թող գա, ինձնից ինչ ես ուզում, ես ինչ անեմ։ Ասեց, ես աղոթելու կարիք չունեմ, ես արդեն հրճակել եմ։ Ասի, ինչ։ Լավ ասի, նայեցի մի հատ ամպի ծվեն չկա։ Ասի, հրճակել ես։ Այնպիսի հեղեղ սկսվեց։ Այնպիսի անձրև ու հեղեղ, ես ցած ապշել եմ ու ասում եմ, Տեր ջան, ես ինչ ա։ Իբր ես էլ հավատացյալ ծառայողն եմ, էլի, դե գնա աղոթի, որ լինի, բայց արդյոք իմ ասածների մեջ հավատ կար, չէ, բայց իր հրճակման մեջ հավատ կար, որտեվ ես այդ իրիկունը տեսա։ Այն հեղեղները, որ գալիս էին ու ջուրը չէր հեռանում, այդ այնց հեղեղներ։ Հիմա չեմ հիշում բոլոր իր պատճառով էր, թե չէ, ու մի 3 անգամ այդպես եղավ։ Մի 3 անգամ ինքը ասեց, ես հրճակել եմ, նայում եմ, արդեն տենց բանով չեմ ասում, լուրջ եմ վերաբերվում, ասում եմ, լավ տղես, հրճակել ես, բարի, ու գալիս է այդ հեղեղը։ Ու ես տեսնում եմ ոնց է գալիս։ Ու հիմա այդ ամառ մենք ընտանիքով այնպես էր, որ մինչև ամռան վերջ մենք չգիտեինք, մենք հանգստանալու գնալու ենք թե չէ, եւ արդեն ամառը վերջանում էր, այնպես ստացվեց, որ հաջողվեց մեր գնալը, եւ մենք պիտի գնայինք ծովափ, ընտանիքով գնացինք, բայց քանի որ շատ հապճեպ էր այդ որոշումը, Մարիամը չկարողացավ մեզ հետ գալ, որովհետեւ չկարողացավ արձակուրդ վերցնել աշխատավայրից եւ ասեց, ես չեմ կարող ձեզ միանալ։ Եվ Ռոբը տղաս ասաց, ես համաձայն չեմ, որ Մարիամը մեզ հետ չի գալու։ Ես կաղոթեմ ու կխնդրեմ Աստծուն, որ Մարիամը մեզ հետ գա։ Ասի լավ, աղոթի ու խնդրի։ Եվ մենք գնացինք առանց Մարիամի։ Ամեն օր մեր հանգստի օրերին ինքը ասում էր. ես աղոթել եմ, ուրեմն Մարիամը գալու է։ Ամեն օր, եւ գիտեք, այնքան շատ էր ասում, որ արդեն չէինք ուզում լսել։ Ես ու կինս էլ չգիտեինք ոնց ասենք, Ռոբ լավ ես արել, որ աղոթել ես, բայց թող հանգստանանք։ Ամեն օր ասում էր, ես աղոթել եմ, Մարիամը գալու է, ես աղոթել եմ, Մարիամը գալու է։ Ու հենց այդ օրերի մեջ մեր ընկերները, որոնց հանդիպեցինք այնտեղ, իմացան այս պատմությունը եւ երեկոյան զանգում են, ասում են, լսեք, ինքնաթիռի տոմս կա, հենց հիմա թող Մարիամը գնա օդանավակայան, գումարի խնդիր էլ չկար, էլի, ասին մենակ թե թող հասնի օդանավակայան եւ ինքը այսօր երեկոյան այստեղ կլինի ու մենք կնոջս հետ ասթինք, ահա, աղոթքի պատասխանը։ Զանգեցինք Մարիամին, գտանք, ասթինք, մայր, ամեն ինչ թողնում ես գնում ես օդանավակայան, ասեց, չեմ հասցնի, պապ, քաղաքում չեմ։ Ու մենք ասթինք, ոչ մի կերպ, ասեց, բացառվում է։ Եթե հենց հիմա անգամ առաջ ճամպրուկի փորձեմ գալ, ուղղակի չեմ հասցնի օդանավակայանում լինել։ Եվ երբ բոլորիս համար արդեն ակնհայտ էր, որ այլևս ոչինչ չի կարող փոխվել այդ իրավիճակում, իմ տղան շարունակում էր ասել. բայց ես աղոթել եմ, բայց ես խնդրել եմ։ Մենք ասենք, որ չեղավ, չստացվեց, ինքը ասում էր, բայց ես աղոթել եմ, բայց ես խնդրել եմ, ու գիտեք, ես չէի կարողանում նայել տղայիս աչքերին։ Ես արդեն մտածում էի, որ արդեն պետք է իրեն բացատրել, որ գիտես տղաս, լինում են աղոթքներ, լինում են դեպքեր, որ գուցե Աստծո կամքը չի, գուցե այսպես մենք մեծիկներով գիտենք, չէ՞, ինչքան բաներ կան, որ մեր հավատքը ոչնչանա։ Բայց բերանս չէի կարողանում բացել եւ բառ ասել։ Ու անդադար ես տեսնում էի Ռոբին, որ ասում էր, բայց ես աղոթել եմ, ես խնդրել եմ, ու իր համար ոչ մի ֆիզիկական իրավիճակ ընդունելի չէր։ Ես ոչինչ չկարողացա նրան ասել, մինչև 2 օր անց առավոտյան մեր հյուրանոցի համարի դուռը բացվեց ու Մարիամը ներս մտավ։
Մենք ապշել էինք, որովհետև մենք գիտեինք, որ այլևս ինքը չի կարողանալու գալ ինքնաթիռին չհասավ։ 2 օր անց ինքը ներս մտավ։ Քանիսն եմ մեզանից սիրելիներս, երբ ֆիզիկական իրավիճակները բոլորովին հակառակ պատկերն են ցույց տալիս, երեխաների նման ասում, բայց ես աղոթել եմ, ես խնդրել եմ։ Հալելույա։ Գիտեք, Աստված շատ ժամանակ երեխաների միջոցով մեզ դաս է տալիս, թե ինչպես պետք է հավատալ։ Հավատալ Աստծո ամենակարող գերբնական զորությանը։ Հավատալ, որ երբ որ իրավիճակները գոռում են իրենց հաղթանակի ու մեր պարտությունների մասին, կանգնել ու ասել, բայց ես աղոթել եմ, ես խնդրել եմ, ուրեմն չի կարող ուրիշ բան լինել, որովհետև ես գիտեմ իմ հորը, որին հավատացել եմ, ամեն։ Գիտեք, ուղղակի ուզում եմ մի բան ասել, եթե ձեր կյանքերում, ձեր իրավիճակները նման ձևով գոռում են ու իրենց հաղթանակն են տոնում և ձեր պարտությունն են ցույց տալիս ձեզ, ուղղակի պետք է որոշում կայացնել անարգել այդ իրավիճակներին։ Գիտեք ինչ է նշանակում անարգել, երբ որ մեկը կողքդ խոսում է, կողքդ է, բայց դու ոչ մի ռեակցիա չես տալիս։ Ինքը խոսում է, ինքը ինչ որ բան է ասում, ինքը քո ուշադրությունը ուզում է սևեռել քո պարտության վրա և դու ոչ մի ուշադրություն չես դարձնում իրան, սա նշանակում է անարգել։ Ոչ թե իր հետ վեճի մտնել, ոչ թե իրան համոզել, այլ բացարձակ անարգանքի ենթարկել և ասել հետևյալը. ես որոշում եմ կայացրել շարունակելու հավատալ։ Ես որոշում եմ շարունակել հավատալ Աստծո խոսքին։ Չգիտեմ ինչքան ժամանակ կպահանջվի, մինչև Տերը կփոխի այդ իրավիճակները, բայց եք միասին որոշենք հավատալ սիրելիս։ Ամեն։ Չեն ուզում որոշեն հավատան։ Ուզում ես այդ իրավիճակների մեջ մնաս, թե մտածում ես, որ ես անմտություն եմ խոսում, թե դու այնքան ռացիոնալ ու խելացի ես, որ 1000 հատ պատճառ գիտես, թե ինչի այդպես պիտի չլինի, իսկ ես մի հատ գերբնական Աստծու գիտեմ, որը այդպես է անում, հալելույա, քո 1000 պատճառների դիմաց։ Դրա համար արի որոշենք հավատալ։ Քո ողջ փորձառության բալաստը, այդ բեռը դեն է տիր ու ասա ես որոշում եմ շարունակել հավատալ Տիրոջը։ Եվ Աստծուն դա դուր է գալիս սիրելիս։ Աստծուն դուր եկավ, որ մի հատ փոքր երեխա մինչև վերջ ասում էր, բայց ես աղոթել եմ, ես վստահել եմ։ Եվ Աստծուն դուր էր գալիս, որ մի հատ փոքր աղջիկ ասում էր Հիսուսի անունով լույսը վառի և ոչ մի կասկած չուներ, որ այդ լույսը պիտի վառվի։ Եք որոշում կայացնենք թանկագինս։ Ուզում ես մնաս ռացիոնալ, շատ խելամիտ, շատ խելացի, որը 360 հատ պատճառ գիտի, թե ինչու այս կամ այն բանը պիտի չլինի։ Դա քո իրավունքն է։ Բայց ես քեզ առաջարկում եմ այդքան խելացիությունդ մի կողմ նետես և վստահես ամենախելացի Աստծո խոսքին, որի մեջ կա գերբնական զորություն, որի մեջ կա տիեզերական զորություն քո կյանքի իրավիճակները փոխելու համար։ Եվ կարևոր չի, թե դու քանի անգամ ես ձախողվել։ Գիտեք, սիրելիներս, Սմիթ Վիգլսվորդը, որի մասին մենք բոլորս գիտենք, Աստծո զորավոր ծառան, որը քանի մեռելներ էր միայն հարություն տվել։ Ասում էր հետևյալը. ես չեմ հիշում, որ կես ժամից ավել աղոթած լինեմ, բայց նաև չեմ հիշում, որ կես ժամ առանց աղոթքի մնամ։ Գիտեք, նորից եմ ուզում ասել, որ մեր կյանքերի վրա իրականում սիրելիներս ամենամեծ հարձակումը գալիս է հավատքի վրա։ Գալիս է նրա վրա, որ մենք
չունենանք աղոթելու եւ Աստծո խոսքը կարդալու ժամանակ։ Ես ուզում եմ, որ մենք փափագենք, որպեսզի Տեր Հիսուսը մեզ համար ավելի իրական դառնա, քան մեզ շրջապատող աշխարհն է։ Որպեսզի մենք որոշում կայացնենք այնքան մոտենալ Տիրոջը, այնքան ճանաչել Հիսուսին, որ քո կողքի նստածից Տերը քեզ համար ավելի իրական լինի։ Եվ դա ճշմարիտ է։ Դա հնարավոր է։ Բայց դու ես որոշում վարվել այդպես, թե ոչ։ Բայց մենք Սմիթը չենք, մենք ապրում ենք 21-րդ դարում, արհեստական բանականության եւ ինֆորմացիայի առատության այնպիսի դարում, մենք հո Սմիթը չենք, մենք այնքան բան գիտենք։ Մենք զբաղված մարդիկ ենք, մենք ամեն ինչի համար ժամանակ գտնում ենք, բացի Աստծուց։ Միայն Աստծո համար ժամանակ չունենք, մտածեք սրա մասին։ Սա ճշմարտությունն է։ Ոչ թե շաբաթը մի անգամ գաս եկեղեցի, խոսքը լսես, շփվես մարդկանց հետ եւ դուրս գաս այստեղից մոռանալով, թե ինչի մասին էր խոսվում, այլ Հիսուսը քեզ համար իրական լինի։ Հիսուսը քեզ համար կենթանի լինի, որ դու ամեն ժամանակ Տիրոջ ներկայության մեջ քայլես եւ Տիրոջ ներկայությունը զգաս քո կյանքի մեջ։ Սա հնարավոր է, որովհետև դու ավելի կարևոր բան չունես անելու։ Ես շատ եմ լսել, որ աղոթելու եւ կարդալու ժամանակ չունեմ։ Ես հասկանում եմ, դուք այստեղ ավելի զբաղված եք, քան մենք Հայաստանում։ Ձեր կյանքերը ավելի ուրիշ ռիթմով են ընթանում։ Ես դա իրականում հասկանում եմ։ Այդուհանդերձ դու ավելի զբաղված չես, քան Հիսուսը։ Իր բոլոր երկրային ծառայությունների ժամանակ, չգիտեմ ինչքան մեծ զբաղվածություն ունենալով հանդերձ, ինքը առանձնանում էր եւ աղոթք էր անում Տիրոջը։ Բոլոր ծառայություններից հետո ինքը առանձնանում էր եւ աղոթք էր անում եւ Աստծո երեսը որոնում։ Թանկագինս, եթե Հիսուսը կարիք ուներ այդպես վարվելու մարմնում գտնված ժամանակ, բա մենք ինչքան դրա կարիք ունենք։ Ունենք թե ոչ։ Մենք անհամեմատ ավելի դրա կարիք ունենք, սիրելիս։ Աստծո երեսը որոնելու, Աստծո խոսքի մեջ լինելու, աղոթքների մեջ լինելու։ Ինձ ասում են, Հովիվ ջան, իրականում ժամանակ չունեմ, ասում եմ, ընդունում եմ։ 1 ժամ շուտ արթնացիր եւ կունենաս այդ ժամանակը։ Որովհետեւ դու ավելի կարեւոր բան չունես անելու քո կյանքում, քան Տիրոջ երեսի առջև գալն է։ Դու ավելի կարևոր գործ չունես անելու քո կյանքում, քան Աստծո ներկայության մեջ մտնելն է։ Նրա երեսի առջև կանգնելը եւ հավատքի մեջ զորանալն է։ Որովհետեւ այդ ամենը տեղի է ունենում ծածուկ սենյակում։ Դու ստեղ լսելու ես, ոգևորվելու ես, բայց այդ հավատքով լցվելու ես, եթե լսածը տանես։ Աղոթքի ծածուկ սենյակում։ Թանկագիններս, Եբրայեցիս 11:6 ասում է, որ առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պիտի հավատա, թե նա կա եւ իրան խնդրողներին վարձահատույց կլինի։ Եկեք այսօր որոշում կայացնենք, սիրելիներ, այլևս Հիսուսին մեր անհավատությամբ չտրտմեցնելու։ Ուղղակի, երբ որ գալիս է անհավատությունը, անարգելու, մերժելու եւ ասելու Տեր Հիսուս, ես գիտեմ, թե ում եմ ապավինել, ես գիտեմ, թե ում եմ վստահել։ Ու ես գիտեմ, որ ես աղոթել եմ, ես խնդրել եմ, ուրեմն իմ կյանքում կլինի այն, ինչ որ ես քեզանից խնդրել եմ։ Ամեն։ Թող փառաբանությունը գա թանկագիններ։ Ես ուզում եմ ավարտել իմ ծառայությունը եւ ուզում եմ նորից ասել, որ ես ավելի քան վստահ եմ, որ Աստծուն հաճելի էր, երբ փոքրիկ երեխան չէր հանձնվում եւ ասում էր, բայց ես աղոթել եմ եւ խնդրել։ Ուրեմն ինչպես դա կարող է չլինել։ Երբ փոքրիկ աղջիկը ասում էր Հիսուսի անունով լույսը վառիր եւ կասկած չուներ, որ այդ լույսը վառվելու է։
Մեր ողջ աստվածաբանությունը օգուտ չունի, եթե մենք այսպես չենք կարողանում հավատալ։ Ոչ մի օգուտ։ Դրա համար էլ Տերը Մարկոսի ավետարանի 11-րդ գլխում ասում է հետևյալը։ 11:22-24 խոսքերում եւ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. Աստծո հավատքն ունեցեք, որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ով որ այս սարին ասի վեր կաց եւ ծովն ընկիր եւ իր սրտում չերկմտի, բայց հավատա թե ինչ որ ասում է կլինի նրան, կլինի ինչ որ ասի։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ։ Լսեք, Հիսուսը բանալին դնում է մեր ձեռքերի մեջ։ Գիտեք ինչ է ասում, ասում է քեզ միայն մի բան է պետք, որ երբ որ դու մոտենում ես քո հայր Աստծուն, դու պիտի հավատաս, որ ինքը կենթանի է ու քո աղոթքները լսում է։ Դու պատերին չես աղոթում, դու անձայն կուրքերին չես աղոթում, քո Աստված լսում է քո աղոթքները եւ դու պիտի իմանաս, որ ինքը ուզում է քո աղոթքներին պատասխանել, այդպես ասում է Եբրայեցիս թուղթը։ Իսկ Մարկոսի ավետարանում ասում է հետեւյալը. երբ որ դու ինչ որ բան ես խնդրում, հավատա, որ կստանաս քո խնդրածը եւ կլինի քեզ։ Ասում է հավատա քո խնդրանքներին։ Դրա համար անհավատությունով ոչ մի խնդրանք չի պատասխանվում։ Ինչքան էլ լացենք, ինչքան էլ ողբանք, ինչքան էլ տրտում դեմք սարքենք ու ասենք Տեր չես տեսնում ինչի մեջ եմ, անհավատությամբ չեն պատասխանվում այդ աղոթքները։ Բայց հերիք է վստահել Տիրոջը, հերիք է նայել Աստծուն ու ասել իմ հայրն է երկնային, եւ ես իրեն եմ խնդրում, եւ ինքը ինձ տվել արտոնություն խնդրելու ու ստանալու, Տերը ասում է հավատա խնդրանքների եւ կստանաս քո խնդրանքները։ Սա Աստծո խոսքերն են, ես ինձանից ոչինչ չեմ ավելացնում։ Նորից կարդացեք այդ տեղը, տեսեք, այդպես է թե ես ինչ որ բան փոխում եմ։ Մարկոս ավետարանի 11-րդ գլխի 22-24 խոսքերը կկարդաք, եթե այստեղ չկա, իսկ այստեղ կա, ասում է ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք, ինչ արեք, լացով աղոթեք, հավատացեք թե կառնեք։ Իհարկե լացով աղոթքներ էլ կան, որ մենք անում ենք, բայց ամեն բանի հետ մեկտեղ Տերը ասում է, Տերը ասում է հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ։ Սիրելիներ, մեր կյանքերում ամեն ժամանակ հավատքի վրա հարձակում կա։ Ես չգիտեմ, մեր Տեր Հիսուսի ասած ժամանակ այդ հարձակումը ինչ ուժգնությամբ է լինելու, որ ասում է երբ որ գամ, արդյոք երկրի վրա հավատք կգտնեմ։ Բայց ես մի բան գիտեմ, որ ես ու դու կարող ենք որոշում կայացնել, դառնալու են մարդիկ, աղոթելու եւ ասելու Տիրոջը. Տեր Հիսուս, ես գալիս եմ քո ողորմության գահի առաջ, ոչ թե իմ կարիքների համար, այլ քո երեսը որոնելու եւ քո աստվածային հավատքի զորությունով լցվելու համար։ Ես գալիս եմ քո առջև քեզ համար, Տեր, քեզ որոնելով եւ ես փափագում ու խնդրում եմ, Տեր, երբ որ դու կգաս, թող որ իմ կյանքի մեջ դու հավատք գտնես։ Իսկ եթե այնպես լինի, որ մենք ավելի շուտ կանգնենք Տիրոջ առջև, որտեվ հնարավոր է, որ մինչև մեր երկինք մտնելը Տերը դեռ եկած չլինի, ուրեմն թող Տերը նայի մեզ եւ ասի. «Եկ բարի եւ հավատարիմ ծառա, մտիր այն արքայության մեջ, որ քեզ համար պատրաստված է»։ Թող որ մեր հավատքը զարմացնի մեր Տիրոջը եւ ուրախացնի նրա սիրտը։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա, թանկագիններս, սա էր ուղերձը, որ այսօր Տիրոջից ունեի իմ սրտում ձեզ հետ կիսվելու համար։